Հոկտեմբերի 23-ն է։ Տավուշի մարզի Բերդ բնակավայրում ենք։ Ահա այս հատվածում անընդհատ տեղի է ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, այդ թվում ցավոք ողբերգական։ Մայիսին էր, որ այստեղ հերթական ողբերգական ավտովթարներ տեղի ունեցել, այն հատվածից մեքենան դեպի այս կողմ գալիս կորցրել էր ավտոմեքենայի կառավարումը եւ հայտնվել, բախվել այս քարե պարսպին եւ հայտնվել բնակչի տան տարածքում ընկնելով մեկ այլ ավտոմեքենայի վրա։ Վթարը ողբերգական էր, հիմա, ահա, դեռ հետքերը կան։ Այս հենց եկել էր Ford Transit-ը եկել էր այդ կողմից ու հայտնվել էր այստեղ, այս ավտոմեքենայի վրա էր հայտնվել, հիմա տեսնում եք, մեքենան դեռ այդ վիճակում է, վնասվել էր նաև դարպասը, տեսնում եք, մինչև հիմա այդ վիճակում է, սա ավտոմեքենան է, արհեստավորի ավտոմեքենան էր, ով այս տանը վերանորոգման աշխատանքներ կատարելիս է եղել, մեքենան կայանել էր այստեղ, երբ Ford Transit-ը ընկել էր այս ավտոմեքենայի վրա։ Մեկ հոգի մահացել էր եւ այս վթարից հետո պատկան մարմինները, մասնավորապես ճանապարհային ոստիկանությունն ու տարածքային եւ ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը խոստացել էր, որ այստեղ այս հատվածում կդնի այդ երթևեկության համար հայլի են ասում, ինչը երբ այս կողմից վարորդները գան հայլով կտեսնեն, որ այնտեղից ավտոմեքենա է բարձրանում։ Անցել է մայիս ամսից, անցել է մայիս, հունիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, արդեն քանի ամիս անցել է, բայց իրենց խոստումը չեն կատարել։ Հիմա որ ասեմ խաբել եք, կասեն Գագոն ասեց մեզ խաբեպա։ Բա մի հատ հայլին ինչա չեք դնում։ Դրեք ինչը հաստատ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը այս հատվածում կնվազեցնի։ Գոնե ձեր խոսքը կատարեք։ Իմացեք, այդ հայելին դնելով մարդկանց կյանքեր եք փրկում։ Վարորդները կնկատեն, այստեղով գալացողը, եթե հայելին դնեք այնտեղ, կտեսնեն, որ ավտոմեքենա է գալի։ Այս մեքենան հիմա որ գա, ինքը հայլիով կտեսնի։ Խոստացան հայլի դնեն, չդրեցին։ Ձեր արհեստավորը չէր ստե, որ քանի ամիս առաջ որ դեպքը եղավ։ Ինչ դնեն, երկաթե արգելապատներ։ Երկաթե արգելապատներ դնեն։ Քանի անգամ խփել են։ Դե հիմա տեսնենք էլի, խոստացել էին հայլի դնեին, որ վերևից եկողը կտեսներ էլի։ Խոստանում է, բայց չեն անում, որովհետև բայց ավտոն միջև մաստեղ, հա։ Դարպասները չեք սարքում։ Դե մենք պետք է սարքենք, ոչ եք իմեմ ոչ խոսացել են, ես չեմ հասկանում ես ինչա։ Բայց այդ ճանապարհի բանի հոմը որ ասեք ավելի լավ։ Ճանապարհի որ այս հատվածում, այսինքն, արգելապատ երկաթներ դնեն։ Այո, այս հատվածը։ Սա արդեն փողոցն է կոչվում։ Մեկը կերտի պատին տայլի ջարդե էլի։ Պետք է այն որ փողոցները լինեն անի հենց բան է։ Այստեղից եկող մեքենան, որ այն բաներից խոստացան դնեն, այն հայլիներից որը լում է, որ հայլի դնեն, այստեղից եկողը կտեսնի էլի, որ այնտեղից մեքենա է գալիս։ Խոստացան դնեն, այս մայիսին էր, չէ՞ այս դեպքը որ եղավ։ Մայիսին, հա, ես եկել եմ այդ օրը։ Մայիս, հունիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր 5 ամիսալը չեն արել։ Ստեղ է պետք է բան անեն, էլի։ Այսինքն ստեղ առաջարկում է երկաթե արգելապատներ դնեն։
Պետությունը պետք է տնի, այստեղ, այս սարանքները ոնց, այստեղ են, արդեն նա փողոց է կոչվում։ Որովհետև քանի անգամ այս պատին խփել են, ընդեղից եկել է ուղիղ գալիս է։ Սավարից հետ ենք պատել։ Հա գիտեմ, էս նոր եք սարքի, գիտեմ։ Նոր եք սարքել, եթե սարքվեց կարող է մեկն ասի տորմոզը չպանի, ես ինչ անեմ։ Բերդ գյուղներ, չէ՞, էսի բերդներ։ Ստե։ Գոնե միջև ստեղ դնեն էլի։ Ծմերն էլ որ ձունը դնում է, մի քիչ սառնում է ճանապարհը, ավելի ահավոր։ Այդ ճանաչելները այս փողոցը իրանք ապահով են։ Մի քիչ գոնե կպայի էլ են որակով բանից որ դնեն, Այո, ճանապարհները հետո բան կլինի, այն լույսը կտակ կտեսնեն էլի։ եթե դնե, ես Ֆուրերը սկսեցին աշխատել ձմեռը ստեղ։ Հա։ Անտես հիմա եթե դնեն, չէ, ընդեղից եկողը հայլով կտենար։ Որ ստեղից ավտո է գալի, ֆուրը կտենար, չի գա կողած մտնի։